փաստը մնում է փաստ, որ Երևանի ակնառու, այսպես ասած, ռադիացիոն ամփ չի եղել, դա անհնարին թաքցնել, բայց ինչքանով է հավաստի այն տվյալները, որ ընդհանրապես ռադիացիայի շրջապատում, նաև այդ բազաների շրջապատում, այդ միջուկային օբյեկտների շրջապատում ռադիացիոն ֆոն չի փոխվել, թույլ տվեք չհավատալ։ Իդեպ Իրանը եւս մեղադրել էր ՄԱԳԱՏԷ-ին, որ ՄԱԳԱՏԷ-ն ավելի շուտ քաղաքական գործիք է դարձել եւ հնարավոր օրինակ քաղաքական շահադիտական նպատակներով չհայտարարել այդ մասին։ Կարող է հնարավոր օրինակ ԱՄՆ-ին չմեղադրեին հանցագործության մեջ։ Քանի որ մենք վերջին ժամանակներս ականատես եղանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում վարչախմբի փոփոխությունից հետո մոտեցումների, ինչպես նաև հետաքրքիր հայտնություններ, հա, որ ասենց դուրս եկավ ջրի երես տարբեր միջազգային կառույցների, այդ թվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ, այդ թվում եւ բոլորը ստում են, որ ստացվեց սկսած կոവിഡ്ի պատվաստումների հետ կապված խնդիրներից, վերջացած USAID-ի, այսպես ասած, ծրագրերի այս նպատակներին եւ այլ խնդիրներից նա բացահայտ ինչ որ փաստաթղթեր չէ ներկայացրեցին, որ այս խնդիրը ընդ որում նաեւ փակի հստակ սահմանափակեցին նրանց այդ շփումները, հետեւաբար հնարավոր է այս ֆոնի վրա չհավատալ կամ հավատալ անհասկանալի բան կլինի, միամտություն կլինի։ Մեզ մնում է, որ մենք ինչ անենք, մենք չպետք է սպասենք Իրան իսլամական, վաղը կարող է Թուրքիան, չի ասենք, մյուս օրը Վրաստան եւ մեզ շրջապատին նկատում եմ, էլի հա։ Մենք պետք է չսպասենք դրան։ Մենք պետք է արդեն իսկ բոլոր այդ թիրախային տարածքներում լինեին ռադիացիոն ճառագայթային ֆոնը ստուգող, մոնիտորինգային, միջազգային ստանդարտներին համապատասխան, այսպես ասած, սարքավորումներ։ Մենք չունենք այդ։ Մենք չունենք այդպես ստացիոնար դրած։ Մենք տեսեք, արդեն 2-3 օր հետո, 3 ես արդեն երևի դուք եք բոլորը դրա կարդացել եք, որ Սյունիքում չափվել է գամա ճառագայթումը նորմալ է եւ այլն, այսինքն 3 օր հետո չափում ենք, իմանում ենք, որ նորմալ է։ Էդ չգիտեմ նորմալ է թե չէ, ես թողնում եմ քննարկմանը բան հանդիսատես այսպես մեր լսողների, բայց որպես մասնագետ ասեմ ձեզ, որ չպետք է սпасել, դա պետք է լինի ոչ թե իրավիճակային, այսինքն տարել ենք, տեղադրել ենք, նայել ենք, նրանք անընդհատ պետք է աշխատեն եւ ոչ միայն աշխատեն, այլ ունենան հստակ հանրային հարթակներում ներկայացված տեղեկատվություն, որպեսզի մարդիկ իմանան ինչ միջավայրում են ապրում, այսպես մեկի ասենք չկա, մեկ էլ հետո բանից պարզվի, որ հետին թվով ինչ որ հայտնաբերվեցին տարբեր տեսակի ախտանիշներ, հիվանդություններ, սա է խնդիրը,